Բայստին բերության ճանաչման այդ թիվանակիդական աշխուժացումը, ինչպես ասեցի, ավելի շուտ թիվանակիդական եւ քարոզչական բնույթ ունի եւ կարող է ջնշումի գործոն ունենալ գնալու հրաթաթարի, որովհետեւ թերևս Բաղեստին իբրև այդպիսին դարածքային ամբողջականությունը բարձ չէ, սահմանները բարձ չեն, որտեղ պիտի կանգնեն իսրայելյան զորքերը, առավել եւս պետություն, որը ունենալու է թեական, ենթադրյալ սահմանափակ լիազորություններ, դա ինքնավար կլինի, միջազգային ճանաչում ունենալով անթերց, դա բաղեստինցիների առաջադրած սահմանները կլինեն, թե ոչ, դա եւս իր հերթին։ Ուրեմն այս խնդիրը կարծում եմ թերևս շատ անկրվաններից կանցնի։ Ամենա իրադեսական, ամենաամբիջական համաձայնությունը հրաթաթարի համաձայնությունն է, որի առանցքային բաժինը հատկապես Իսրայելի համար երկու կետ է, նախ գերիների ազատարձակումը կամ փոխանակումը եւ երկրորդ Համասի վերացումը, հարաբես չեզոքացումը եւ Գազայից ամբողջական հերացումը եւ իբրև ռազմական միավոր եւ իբրև քաղաքական միավոր, այսինքն կարծում եմ, որ Իսրայելը այդ նախապայմանից չի հրաժարվի, ընդ որում ասեմ նաեւ որ Համասի վերացումը, չեզոքացումը նաեւ ոչ միայն Իսրայելի բահանջքն է, այլ ընդհանրապես միջազգային ընտանիքի անգամ ուրեմն Բաղեստին պետությունը ճանաչող երկրների